Կառավարությունը մի քանի տարի է ինչ թոշակները չի բարձրացրել, խոստացել է արժանապատիվ ծերություն, բայց առանց նորմալ թոշակ տալու դա անհնար է։ Ու հիմա ընտրական տարում 2026-ի հունվարից մի կիսատ պռատ որոշում է կայացնում թոշակների հետ վճարի գումարը 12%-ից դարձնելով 20%։ Ասում են թոշակ առու, նպաստ առու։ Եթե անկանխիկ եղանակով ծախսես, մի քիչ դրամ կարող է հետ գալ։ Սա չի կարելի իհարկե համարել թոշակի բարձրացում, կարծում եմ, որովհետև վերադարձի համակարգից օգտվում է թոշակառուների ընդամենը կեսը։ Ստացվում է մյուս կեսի մոտ ոչ մի փոփոխություն չկա։ Մի շարք համայնքներում չկա անկանխիկ գնումների համակարգ։ Թոշակառուներ կան, որ չեն օգտվում այդ համակարգից, կան մարդիկ, որ պարզապես կուտակում են։ Բայց ահա նաև լուրեր են տարածվում, որ ընտրություններից ընդամենը 1 ամիս առաջ կարող են մի 3000 դրամով բարձրացնել թոշակը։ Կրկնում եմ, 2020 թվականին խոստացել են բարեկեցիկ ծերություն։ Այսենց հպարտ քաղաքացու անձնագրեր են բաժանել։ Եվ ընտրական տարում ասում է, դե կարող է մի քիչ գումար հետ գա, բայց քարտով գնումների դեպքում։